Եվ այսպես ուշադրություն, ԱՄՆ Սենատը քննարկում է բանաձև, որով Թուրքիայի նկատմամբ նոր սանկցիաներ է կիրառելու Կիպրոսի վերաբերյալ։ Նրանք ուզում են այդ սանկցիաներով Թուրքիային կտրել ԱՄՆ-ից։ Ամեն տեսակի համագործակցություն Թուրքիայի հետ կլինի արգելված ԱՄՆ-ի կողմից եւ առավել եւս Թուրքիան զրկվելու է ՆԱՏՕ-ի անդամ լինելուց։ Թուրքիայի ՆԱՏՕ-ն սարքեց հզոր պետություն, սարքեց այդ կառույցի երկրորդ ամենաուժեղ բանակը ունեցող պետությունը եւ այժմ էլ այդ նույն ՆԱՏՕ-ի ձեռքով աճած պետությունը սպառնում է ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ-ի գլխին հավաքելով նոր խնդիրներ եւ նոր թշնամական երկրներ, ինչը որ իրենք չեն ցանկանում ունենալ։ Ըստ էության Թուրքիան ավելի լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, քան օրինակ ԱՄՆ-ի։ Այս ամեն ինչը հասկացել են ԱՄՆ-ում եւ փորձում են այլևս սրա դեմը առնեն։ Ջո Բայդենը կարող է ստորագրել այդ ողբերգական փաստաթուղթը ընդդեմ Թուրքիայի եւ դրան հաջորդելու է միանշանակ Թուրքիայի հեռացումը ՆԱՏՕ-ից։ Ըստ էության, եթե Թուրքիան հեռացվի ՆԱՏՕ-ից, Թուրքիայի տեղը կարող են զբաղեցնել տարբեր այլ երկրներ։ Օրինակ, այդ երկրները կարող են լինել Հնդկաստանը, Չինաստանը եւ նմանատիպ երկրներ, որոնք ունեն հզորություն եւ որոնք ռազմական առումով այդքան էլ թույլ երկրներ չեն եւ շատ զիջում չունեն աշխարհում։ Ինչպես որ Ջո Բայդենը ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչումը, այնպես էլ ի վերջո ստորագրելու է Թուրքիայի նկատմամբ նոր սանկցիաների կիրառումը, որը կլինի ողբերգություն Թուրքիայում։ Թուրքիայի ժողովրդի համար էլ է սպառնալիք դարձել Էրդողանը, ինչը որ արդեն մեծ ցասումի է առաջացնում, որը կարող է թողնել իր լուրջ հետևանքներ Էրդողանի իշխանության վրա, կարող է սպառնալ այդ իշխանության գոյությանը։ Էրդողանին այլևս ԱՄՆ-ում թշնամի են համարում եւ ասում են, որ իրենք Թուրքիան առանձին են վերաբերվում, Էրդողանին առանձին եւ Էրդողանին թշնամի են որակում, որովհետեւ Էրդողանը ամբողջ աշխարհի նկատմամբ թշնամական է վերաբերվում, բոլոր երկրներից տարածքներ է ուզում, այդ թվում նաեւ մեր հարևաններից, Իրանից եւ Վրաստանից տարածքներ է ցանկանում վերցնել Թուրքիան, ցանկանում է անընդհատ մեծանալ։ Սա է Էրդողանի ցանկությունը եւ ըստ էության հենց այս հիմքով է, որ Էրդողանին պահում են թուրքերը, նրանք սիրում են, որ ունեն ղեկավար, որը աշխարհում իր դիրքը դնում է, տարածքներ են վերցնում եւ այլն, իրենք լավ են ապրում։ Բայց ըստ էության կա նաեւ մեծ ներքին խավ, որը շատ լավ գիտակցում է, որ այդքան մեծ տարածքների վրա աչք դնելը մի օր կորցնելու են ամեն ինչ։ Կորցնելու են թե Ստամբուլը, թե Անկարան, մնացած բոլոր քաղաքները, որովհետեւ ի վերջո կյանքը աստիճան է։ Ինչ բերեցին օրինակ Իսրայելի գլխին, այսօր Իսրայելը դարձել է հզոր պետություն, աշխարհում թելադրում է, զենքի շուկայում ամրապնդել է իր դիրքը, շատ պետություններ կարող են նման օրինակով միանգամից զարգանալ ու գերտերություններին խեղճացնել։ Եվ Թուրքիան պետք է սպասի նման պետությունների։ Աջ ու ձախ թշնամիներ հավաքած այս երկիրը չի կարող երկար գոյատևել։ Նրանք թշնամի են գրեթե բոլորի հետ։ Միայն կարողանում են հանդուրժել նրանց, ովքեր որ հզոր են իրենցից, բայց հանդուրժում են, լավ հարաբերություններ չեն կառուցում այդ երկրների հետ։ Ուղղակի բախումների շատ խիստ չեն գնում։ Եվ այսպես ուշադրություն, ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկություն այն մասին, թե ինչպես են վերաբերվել Հայաստանում ադրբեջանցի գերիներից մեկին, տվյալ տեղեկությունը հայտնել է գերիներից մեկի ծնողը լրագրողի հետ զրույցում, այդ զրույցը պայթեցրել է ադրբեջանական ամբողջ մամուլը, որից անմիջապես հետո պետական հրամանով զրույցը մաքսիմալ հեռացրել են բոլոր հարթակներից։ Իսկ թե ինչու, պարզ կլինի բոլորիդ։ Տվյալ զրույցում ադրբեջանցի գերու հայրը գովեստի խոսքեր էր հնչեցրել Հայաստանի Հանրապետության մասին, հայտնելով, որ իր տղայի կյանքը փրկել են հայ զինվորները, նա մահացու վիրավորում է ստացած եղել եւ եթե թողնեին մարտի դաշտում, ապա նա կմահանար առնակամ լինելով։ Նրան չեն թողնում առնակամ լինի, ինչպես հայ վիրավորներին, այնպես էլ ադրբեջանցուն տեղափոխում են, ցուցաբերում են բժշկական օգնություն, ըստ նրա ադրբեջանցի զինվորը տեսնելով, որ մոտենում են հայ զինվորները ռուսերեն լեզվով
փորձել է հասկացնել, որ որևէ թշնամական մտադրություն չունի եւ երբեք էլ չի ունեցել հայերի նկատմամբ, սա քաղաքական պատերազմ է եւ խնդրել է, որ օգնեն իրեն, ինքը չի ուզում մահանալ, քանի որ իր ընտանիքը դեռևս սպասում է իրեն։ Փաստացի այս զինվորները օգնել են նրան, տեղափոխել են ապահով վայր, օգնություն ցուցաբերել եւ հետո նա ընկել է գերի Հայաստանի Հանրապետությունում եւ հետո փոխանակվել հայ գերիների հետ։ Եվ հետո արդեն Ադրբեջանում հայտնել, թե ինչպես են իրեն վերաբերվել ընդհանրապես Հայաստանում, թե վիրավոր ժամանակ եւ թե գերության մեջ, այդ դրական կարծիքից ամբողջ ադրբեջանցիները շշմած էին, որովհետև Ադրբեջանում դեռևս դպրոցական տարիքից երեխաներին սովորեցնում են հետևյալը. հայը ձեր թշնամին է, պետք է սպանել հային, եթե չսպանես նա քեզ կսպանի եւ ադրբեջանցիների համար հային սպանելը պատվաբեր է։ Կան ադրբեջանցիներ, որ իրենց մոտ դա իրականում այդպես չէ։ Ազերի գերու հայրը ամբողջ լրատվականների առջև շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը, ժողովրդին, իր տղային իրեն վերադարձնելու համար, կյանքը փրկելու համար եւ ընդհանրապես նրա համար, որ պատերազմի ժամանակ այդ հուզական պահերը չեն ազդել տղաների հոգեբանության վրա, որ տեսնելով ադրբեջանցուն պետքա սպանեին, բայց չեն սպանել, տեսել են վիրավոր ընկած ու փրկել են։ Փրկել են այն դեպքում, երբ մյուս ադրբեջանցի տերորիստները սպանում են իրենց եղբայրներին, ընկերներին, անգամ հայրերին, ինչպես գիտենք, եղան ընտանիքներ, որոնք տվեցին 2 զոհ, 3 զոհ անգամ։ Նման հարցազրույցից հետո բնականաբար վտանգվում է տվյալ ադրբեջանցու կյանքը Ադրբեջանում, Ադրբեջանի իշխանությունները նրանք կանչեն ազգային անվտանգություն եւ հնարավոր է նա այլևս այնտեղից ողջ դուրս չգա, ինչը որ հայամետ է կամ որևէ տեղ օգնում է Հայաստանին, իրենք դա ատում են եւ համարում են ազգային անվտանգության խնդիր ու տվյալ ադրբեջանցիներին փորձում են հանել շարքից, սպանելով նրանց։ Եվ սա է Ադրբեջանի ամբողջ պատկերը։ Մարդիկ, ովքեր կարող են մտածել հայերի հետ բարեկամության մասին, նրանք թշնամիներ են իրենց համար, իսկ Հայաստանում այսօր մեծ իշխանությունները պատրաստում են բարեկամության ադրբեջանցիների հետ։ Ադրբեջանցիների հետ երբեք չի կարող լինել բարեկամություն։ Ուզում է դարեր անցնի։ Հնարավոր է լինեն առևտրային, տնտեսական համագործակցություններ, բայց դա բարեկամություն դեռևս չէ։ Բայց ամենակարևորը պետք է վերջ տալ պատերազմներին, Հայաստանի անտեմ պատելությանը եւ պետքա մեր սերունդների համար ապահովենք խաղաղ ապագա, որպեսզի մի քանի տարի հետո նոր սերունդ չկործանենք։